Նախ պարոն Գաբրելյան, մինչև հարցերին անդրադառնալը կուզեի ասել, որ քիչ առաջ տեղեկացանք, որ գյուղացիները ճանապարհ են փակել, Արմավիր Գյումրի միջպետական ճանապարհը, դեղցը մնացել է ծառերի վրա, Խանջան Հացիկ գյուղերի գյուղացիները առավոտյան փակել են ճանապարհը, լավ լիներ այս հարցին դուք կամ ասեք ով է փակել ինչ գյուղացիները փակել են Արմավիր Գյումրի միջպետական ճանապարհը, Խանջան Հացիկ գյուղերի լավ կլիներ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը այս հարցի վերաբերել նաև արձագանքեր, որովհետև գյուղացիները ստիպված են լինում ապրանքը մթերել ինքնարժեքից ցածր գնով։ Սա զուտ, այսպես ասած, բուն հարցը չէր, հիմա բուն հարցերին։ Տեսեք, Տիկին Բաթոյանը եկեղեցուց է խոսում, բայց ուզում եմ մի կարևոր հանգամանք նշել, հայ առաքելական Սուրբ եկեղեցին Հայաստանի Հանրապետությունից ոչինչ չի ստանում, միևնույն ժամանակ խոշոր հարկ վճարողներից է եւ որքանով որ հիշում եմ պարոն Ֆարմանյանն էր ասում 520 որի տեղում էր գտնվում միևնույն ժամանակ եթե համեմատում ենք հարևանների հետ վրաց ուղափառ եկեղեցին ստանում է պետությունից տարեկան 20 միլիոն դոլար եւ այստեղ ուզում եմ համեմատական անցկացնեմ խոսվում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու մասին, բայց ոչ մեկ չի ասում, որ այս տարիների ընթացքում ինչքան աշխատանքներ են կատարվել առանց պետական միջամտության։ Միևնույն ժամանակ եկեղեցին դեռևս հարկ է հասցնում վճարել։ Հիմա բուն հարցերը։ Տեսեք, շատ հաճախ անցնում եմ Հրազդան մարզադաշտի մոտով, Զվարթնոց օդանավակայան, Էրեբունի ամրոց։ Ոչ բարվոք վիճակում է, հատկապես Հրազդան մարզադաշտը նախագահողին 20 վայրկյան ուղղակի ավարտելու համար։ Համոզված եմ 15 տարի առաջ լիներ, հիմա պարոն Հարությունյանը, ինչպես Սուրբ Աննայի մոտ քանդվող եկեղեցու մոտ էր միտինգ անում, հիմա խմբակցությունով որոշ անդամներով միտինգ էի կանելու։ Հիմա ինչպես եք այս հարցին վերաբերվում։ Արձագանքին երկրորդ հարցը կտամ։ Շնորհակալ եմ։ Ձեր մատնանշած գույքերի մի մասի վերաբերյալ խնդրեմ պարոն Կարապետյանից հարցրեք, որտեղ ով կարող ենք տեղյակ լինի, մենք իշխանություն չենք եղել, որ այդ գույքը օտարվել է, դուք չեք եղել, եղել է պարոն Կարապետյանը, Կարեն Կարապետյանը եղել է իշխանության, այդ գույքը օտարվել է, ինձ էլ է հետաքրքիր։ Եկեք քննիչը հանձնաժողով ստեղծենք, այն հարցի շարունակությունն է, քաղաքական նպատակարարությունից ելնելով էր այդ գյոզալ կառույցը տրվել օրինակ հանրապետական խմբակցության падգամավոր։ Եկեք խոսենք։ Ես որևէ խնդիր չունեմ, Ժողովուրդ ջան, քաղաքացիական պայմանագրից որևէ մեկը ոչ Հրազդան մարզադաշտ ունի, ոչ չգիտեմ ինչ որ մի հատ պատմաշ։ Եկեք ստեղծեք, տարածքային է, եթե ընտրվել է, parzենք էլի, տեսնենք այդ ինչ քաղաքական նպատակարարությունից ելնելով, այդ կառույցը տրվել է հանրապետական։ Հարգելի գործընկերներ։ Չէ։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ վերադառնանք ռեգլամենտին, պարոն Գաբրելյան, շարունակեք։ Խնդրեմ վերականգնեք, էլի, չէ, պարոն Կարապետյան, ՀՇ-ի ժամանակ չի եղել։ Պատասխանում եմ։ Պարոն Աբրահամյան, լավ, նայեք։ Ինչքանով որ ես տեղյակ եմ, ինչ որ գործընթացներ գնում է, որովհետև դա կարծես թե անցել է բանկի ենթակայության արդեն գրավադրված է, խնդրեմ վերականգնել, էլի, բայց որտեղ տենց։ Շարունակեք, ձեզ չեմ ընդհատի, պարոն Գաբրելյան, դուք շարունակեք։ Հարգելի գործընկերներ, պարոն Սիմիձյան, պարոն Կարապետյան, խնդրում եմ հետո կշարունակեք, թողեք արձագանքի։ Ինչ վերաբերում է, ինձ թվում է դուք չհասկացաք այդ կտորը, ուզում եմ այդպես լինի, որ չհասկացաք, որտեղ շատ վատ ձևակերպում արեցիք, էլի, ասիկ այն ինչը որ ասիկ Հայաստանության կառավարությունը ոչինչ չի տվել եկեղեցուն, այսինքն դուք ձեր խոսքով առանձնացրեցիք այն վանքերը եկեղեցին, որը կառուցում է հայ առաքելական եկեղեցու։ Մի արեք այդպիսի բան, որտեղ դրանք էլ են հայ առաքելական եկեղեցու մաս։ Ես ուզում եմ հավատալ, որ դա զուտ, չգիտեմ, այտենց թեկուս ֆինանսավորման, ախր այդ եկեղեցիները անջատ չեն, չէ՞, այդ եկեղեցիները մեր նույն հավատքի մաս են։ Եթե դուք ասում եք ոչինչ չի տվել, իմ մոտ տպարության որ դուք ուղի, հենց ուղիղ ասում եք, այն ինչը օրինակ, չգիտեմ, բանինը չի, այդ հայ ԿԿՀ-ի վրա գրվածը չի, էդի հայ առաքելական եկեղեցի չի, քրիստոնեություն չի, հավատք չի, մի արեք տենց բան։ Կան բալանսում դրված այլ գույքեր, կան ինչ վերաբերում է այդ գյուղացիների։ Այստեղ շատ ենք էլի խոսում, բայց ես ուզում եմ մի քիչ անկեղծ խոսենք, ժողովուրդ, մենք ընդհանրապես խորհրդարան ենք, որ ասում ենք քաղաքացիական պայմանագիր խմբակցություն, ինչ է ուզում անել, ուզում եմ մեկ-մեկ այդպես մեզ շատ չվերա այդպես գնահատենք էլի, խորհրդարան ենք, ժողովուրդ ջան, եթե օրենքի խնդիր կա գյուղացիների հետ կապված, պետք է օրենք փոխենք։
Բայց դուք էլ եք գալիս այստեղ ելույթին անում, որ մենք էս կանենք, իմ մոտ տպարության, որ մենք գործադիրին նիստում ենք, չէ՞, մենք ընդհանրապես խորհրդանում ենք։ Կլսենք նախ եւ առաջ այդ մարդկանց, եթե օրենքի խնդիր կա, կփորձենք օրենքով լուծել։ Արձագանք Նախ ուզում եմ հստակ նշել, մենք ուժեղ Հայաստան կուսակցությունը, Դաշինքը եւ Սամվել Կարապետյանը իշխանության չեն եղել եւ եթե այդպես վերցնենք, ձեր խմբակցությունում բազմաթիվ անդամներ կան, որոնք որ տարբեր տարիներին անդամակցել են իշխող կուսակցություններին եւ խոսքը հիմիկվա մասին է, վերջին 8 տարիների մասին, այսպես ասեմ, անպայման չի, որ համապատասխան մարզադաշտի տերը ինչ որ քաղաքական հայտարարություն անի կամ քննադատի կառավարությանը, որ միանգամից հիշեք, որ Հրազդան մարզադաշտը եւս գտնվում է ոչ բարվոք վիճակում եւ հորդորում եմ զբաղվել, որովհետեւ դա բացին այնց, որ մենք Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ մարզադաշտն է եւ բազմաթիվ պատմական հիշողություններ են այդ ստադիոնի հետ կապված, նաեւ մենք այսօրվա դրությամբ այդպես էլ չունեցանք ձեր կողմից 8 տարի առաջ խոստացված մարզադաշտը այսքանը Պարոն Աբրահամյան, ես ամենակիչն եմ ուզում այստեղ խոսել կամ անունը տալ Սամվել Կարապետյանին։ Հետո կասեմ ինչին է։ Բայց գիտեք ով է արել այս արտահայտությունը, որ ասում եք Սամվել Կարապետյանը երբեք ով է արել հետևյալ արտահայտությունը։ 30 տարիների ընթացքում ես ավելի շատ իշխանություն եմ ունեցել Հայաստանում, քան Հայաստանության բոլոր ղեկավարները։ Այդ արել է Սամվել Կարապետյանը։ Այո, Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ես ավելի շատ իշխանություն եմ ունեցել Հայաստանի Հանրապետությունում, քան բոլոր ղեկավարները։ Ժողովուրդ, հիմա դուք ինձ եկել ասում եք, հարգելի գործընկերներ, տեղից մի ընդհատեք, մի արձագանքի։ Մարդը ուղիղ ասել է, որ ես ավելի շատ իշխանություն եմ ունեցել, քան որևիցե մեկը։ Հիմա եկել եք ասում եք մենք երբ ենք իշխանության եղել։ Չգիտեմ, նորից եմ խորհուրդ տալիս, գնացեք, լսեք ձեր առաջնորդի հարցազրույցները, խոսքերը։ Տնտեսության մասով ամենալավ գնահատականը Կարենից Կարապետյան խոսեցինք։ Տվել է ինքը եկավ ասել շատ վատ վիճակում ենք։ Տնտեսության մասին մեկ այլ լավ գնահատական տվել է ձեր առաջնորդը, որ 2 տարի առաջ ասում էր Հայաստանի Հանրապետության տնտեսությունը լավ վիճակում է, ժողովուրդ ջան։ Այս էլ մյուս գործընկերն է։ Չէ, 24-ին թե 25-ին էր։